Հարգելի գործընկերներ, մինչև հաշվիչ հանձնաժողովը կհաշվի, քարտուղարությանը խնդրում եմ փակել դուռը, Տիկին Անահիտ, փակեք դուռը։ Հարգելի գործընկերներ, մինչև հաշվիչ հանձնաժողովը կհաշվի եւ կմոտենա արդյունքները կներկայացնի, ես անդրադառնամ միջադեպին։ Ինչ ա եղել, ժամանակագրությունը ներկայացնեմ։ 3 կամ այսօր Ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավարը, որը նաև պարոն Կարապետյանի հորեղբայրն է, իշխող ուժի հասցեին օգտագործել է Գյորմամիշ բառը։ Այսօր քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Տարոն Չախոյանը ելույթ է ունեցել այստեղից, ես այստեղ չեմ եղել, պարոն Կոնջրանն է վարելիս եղել, բայց ես լսել եմ աշխատասենյակից։ Կրկին օգտագործել է նույն Գյորմամիշ բառը Ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հասցեին։ Որից հետո ես եկել եմ, հատուկ, հորդորել եմ բոլորին չօգտագործել բառեր, որոնք սրում են իրավիճակը։ Ես համարել եմ, որ այդքանով, ինչ ասեմ, իրավիճակը սպառված է, որովհետև փաստորեն պարոն Կարապետյանի հորեղբայրը մեր բոլորի հասցեին է օգտագործել Գյորմամիշ բառը, ինչ ամենևին ողջունելի չէ, ես այս խոսքը կտամ։ Որից հետո պարոն Տարոն Չախոյանն է օգտագործել այն բառը, որը օգտագործվել է այդ թվում իր հասցեին։ Որը կրկնում եմ, ես չեմ ողջունում եւ ես դրա մասին ուղիղ ասել եմ։ Որից հետո պարոն Կարապետյանը որոշել է, որ ինքը ինչ որ падգամավորի կարող է վիրավորել հորդ բառը օգտագործելով։ Պարոն Կարապետյան, դա թույլատրելի չէ։ Եվ ես առաջին յույթում, երբ որ առաջարկում էի սահմանել բարեկրթության կանոն, սա մասին էի խոսում, որովհետեւ մենք ի վերջո պետք է հասկանանք։ Լավ, եթե ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչները օգտագործում են ինչ որ բառապաշար, անպայման չի ստեղ են նստած, ստեղից դուրս։ Ուրեմն դուք նորմալ եք համարում այդ բառապաշարը, ես ամեն դեպքում դա նորմալ չեմ համարում։ Բայց հիմա ինչ ենք անելու, մի հատ էլ երկրորդ բառը ավելացավ մեր ցանկում։ Հիմա ինչ քաղաքացիական պայմանագրից էլ մեկը համարի դե որ դուք այդ բառը օգտագործել եք ինքն էլ ձեր հասցեին կարող օգտագործի։ Ուր ենք հասնելու սենց։ Խնդրեմ, ուրախ կլինեմ լսել ձեր կարծիքը։ Պարոն Ռուբինյան, ամեն դեպքում գնահատում եմ մեր հանրությանը, ինչ մենք ներկայացրել ենք վերջի մի քանի օրվա ընթացքում ու ինձ դուր չեկավ վերջի 10-15 րոպեվա ընթացքում տեղի ունեցած process-ը, սակայն մենք ստիպված էինք արձագանքել, որովհետև 5 րոպե շարունակ ձեր ֆրակցիայի падգամավորը ուղղակի առանց խոչընդոտ 5 րոպե շարունակ օգտագործում էր վիրավորական արտահայտություններ եւ մեր նախագահողը ձեր բացակայությամբ ոչ մի ձև չէր զսպում։ Մենք իհարկե դուք գիտեք, որ միտված ենք եւ մեզ հաճելի չէ այս process-ը Ինչ վերաբերվում է այստեղից դուրս տեղի ունեցող process-ներին, մենք գիտենք, որ մենք քաղաքական խորը հակասություններ ունենք եւ նաեւ գիտենք, որ հնչել են արտահայտություններ, որը շատ առումով նաեւ բառականոն բառապաշար է իր մեջ ներառում։ Սակայն մենք 3 օրվա ընթացքում դրսևորեցինք ճիշտ գործելավոճ, որպեսզի վերջապես ինչ որ կոնկրետ բանի հասնենք Բայց 5 րոպեվա ընթացքում առանց ընդհատել նույն ձևի այս ձևաչափով մեր հետ շփվելը դա առողջ չէ իսկ դրա պատասխանը պարոն Ռուբինյան ամենայն հարգանքով դուք պետքա տայիք ավելի կոշտ որովհետև եղել է կոնկրետ ազգային ժողովի նիստերը բնականոն նիստերի ընթացքը խափանելու փորձ Միտքը հասկանալի է, պարոն Կարապետյան, կարող են հնչել կարծիքներ, որ ես ձեր արտահայտության պատասխանն էլ պետք է տայ ավելի կոշտ, թույլ տվեք ես որոշեմ ում պատասխանը ոնց տամ, բայց միտքը հետևյալն է, դուք ինքներդ էլ եք ընդունում, որ հնչել են պարականոն կամ տարականոն արտահայտություններ, եթե դուք ակնկալում եք, չէ, քրիստոնեական արժեքներից ենք խոսում, վերաբերվիր մերձավորիդ կամ այս դեպքում ոչ այնքան մերձավորիդ, այնպես, ինչպես կուզեիր, որ ինքը վերաբերվեր քեզ Դուք միանգամայն ճիշտ եք, երբ որ ակնկալում եք, որ օրինակ ես ամբիոնից Գյորմամիշ բառը չօգտագործի ձեր հորեղբոր հանդեպ, բայց մյուս կողմից էլ պարոն Չախոյանն էլ միանգամայն ճիշտ կլինի, որ ակնկալի, որ իր եւ մեր հանդեպ նման բառապաշար չօգտագործվի, ել չեմ ասում, որ բոլորս միանգամայն ճիշտ կլինենք, երբ որ ակնկալենք, որ դուք այլևս ձեր այս վերջում օգտագործած բառի պես բառ չօգտագործեք։ Հիմա ներողություն։ Հիմա ես խոսքը կտամ պարոն Չախոյանին, բայց պարոն Չախոյան, ես խնդրում եմ խոսել մեր սահմանված կանոնների շրջանակներում։ Ես հասկանում եմ, որ ձեզ վիրավորել են, ես հիմա խոսքը տալիս եմ ձեզ, խնդրում եմ խոսեք այնպես, որպեսզի մենք ավարտված համարենք այս միջադեպը։ Համեցեք։ Հարգելի գործընկերներ,
Գիտեք ինչ կա, երբ որ մենք համաձայնություն ենք ձեռք բերում մեր ընդդիմադիր գործընկերների հետ, որ պետք է ինչ-ինչ սահմաններում մեր խոսույթը կառուցենք, դա ենթադրում է, որ քաղաքական ուժերի խոսույթը իրար հանդեպ պետք է այդպեսին լինի։ Ու երբ որ քաղաքական ուժի առաջնորդը իրեն թույլ է տալիս ինձ, իմ գործընկերներին, իշխանության այլ ներկայացուցիչներին վիրավորական արտահայտություն անել, կներեք, բայց ինձ թվում է, որ պետք է այո դրան արձագանքել, ընդ որում թույլ տվեք նաև շեշտեմ, որ արձագանքելուց ես ընդամենը հակադարձել եմ նույն բառով, բացարձակապես եւ ոչ մի բառ իմ կողմից վիրավորական չավելացնելով։ Շատ ներողություն, բայց ես մեղավոր չեմ, որ ուժեղ Հայաստան խմբակցության առաջնորդը մեր հասցեին այդ տեսակ բառեր է օգտագործում։ Ու ընդհանրապես էական չէ դա, այս ամբիոնից է հնչել, թե ընդհանրապես խորհրդարանի շենքից դուրս։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, այսքանով ես առաջարկում եմ միջադեպը համարել սպառված, բայց նաև պետքա կրկնեմ, պարոն Կարապետյան, ես արել եմ առաջարկ, ես ուրախ եմ, որ մեծամասամբ հնարավոր է եղել պահել բարեկրթությունը։ Ես առաջարկում եմ չխախտել դա եւ չօգտագործել վիրավորական բառեր։ Ես փորձում եմ նաև ազգային ժողովի նախագահի կարգավիճակով ելնելով հնարավորինս անաչառ ինձ պահել, հուսով եմ ստացվում է, բայց չեմ կարող չնշել, որ նաև ես եմ վիրավորվում, երբ որ իմ թիմակցին այստեղ վիրավորում են։ Մի արեք դա, որովհետև շատ վատ բաների մենք կհանգենք, երբ որ մենք սկսենք կամ քաղաքացիական պայմանագիրը սկսի օգտագործել այնպիսի բառապաշար, որը դուք հիմա օգտագործեցիք եւ ոչ միայն բառապաշար։ Այսքանով ավարտած եմ համարում միջադեպը։